Մեր վստահված անձինք պահելու են ձեր ձայները, որպեսզի այդ օրը դուք կարողանաք թույլ տալ մեզ Երևանը վերադարձնել ձեզ։ Այդ օրը ինքներդ ձեզ համար, ձեր երեխաների համար բարձր վանկարկեք։ Երևան ջան, հանուն ժողովրդի հաղթանակի, հանուն ձեզնի յուրաքանչյուրի հաղթանակի, որովհետև մեր հաղթանակը ձեր հաղթանակն է, ձեր հաղթանակը մեր հաղթանակն է։ Եվ ուրեմն, սիրելի հայրենակիցներ, Երևան մայրաքաղաքի հպարտ քաղաքացիներ, մայիսի 14-ին գնացեք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք ելք դաշինքի օգտին եւ չուսատվեք ժողովուրդ ջան, որովհետեւ Տարոն Մարգարյանի մահվան վերելակներից, հուսահատության գազելներից, աղբիկույտներից, կաթող տանիքներից ելք կա, 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 ելք կա։ Դուք մեր օգտին քվեարկում եք 10 հոգի, այո։ Ելք դաշինքը հանրության կողմից ստեղծված ուժ է։ Մենք պատրաստ ենք Երևան քաղաքում ստանձնել կառավարման պատասխանատվությունը։ Դրա համար մայիսի 14-ին հպարտությամբ ու ժպիտով գնացեք ընտրատեղամաս եւ հայտարարեք, որ Երևանի բոլոր խնդիրներին կա լուծում ու ելք կա։ Ելք կա, Ելք կա, ելք կա, ելք կա, ելք կա։ Որևէ մեկը ձեր փոխարեն չի կարող իմանալ, թե դուք ում համար եք քվեարկում եւ ում եք տալիս ձեր ձայնը, եթե դուք դա չցանկանաք։ Ուստի մայիսի 14-ին մեր վստահված անձինք ապահովել են փակ գաղտնի քվեարկելու ձեր իրավունքը։ Մնում է, որ դուք գլուխներդ բարձր, դուխով գնաք ընտրատեղամասեր եւ ձեր ձայնը տաք ելք դաշինքին։ Այն համոզմունքով, որ ձեր քվեարկությամբ են պայմանավորվելու այս ընտրությունների արդյունքները եւ որտեղ ասել, որ դուք գնաք, որտեղ ասել, որ դուք մտնեք, կարող եք տեսնել ելք դաշինքի ներկայացուցիչներին։ Լավ զսպաշապիկ հագցնել քաղաքապետին եւ իր աշխատակազմին, որպեսզի իրենք իմանան յուրաքանչյուր լումայի ծախսի համար պիտի պատասխան տան, հաշվետվություն տան ելքի պարագայում։ Ես հուսամ, եթե ելքը կարողանա քաղաքապետի պաշտոնը ստանձնել, դա կլինի ընդհանրապես կարելի ասել ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու սկիզբ, հեղափոխական սկիզբ։